Լապլասի կանոնը, սա դուք քաջ գիտեք դպրոցից, կներեք առաջի կուրսից։ Սա ինչ ասում, ասում է, թե վերցնենք ցանկացած տող կամ ցանկացած սյուն, այդ տողում յուրաքանչյուր տարրը բաժանենք, բացապատենք իր հանրահաշվական լրացմամբ, գումարենք իրար կստացվի դետերմինանտը։ Սա Իդեպ հենց այս կանոնը առաջի սյունի վրա կիրառելով է, որ մենք սկզբում մտցրեցինք դետերմինանտի սահմանումը, չէ՞։ Որ կիրառենք այդ կանոնը, օրինակ, հենց այս նույն մատրիցի վրա, ոնց կիրառենք։ Դե հարմար է որ տողով կամ սյունով կիրառել։ Դե ամենահարմարը հեշտ է նկատել, որ իհարկե ամենահարմարն է կիրառել այս առաջին երրորդության վրա։ Սա կլինի հավասար 2 անգամ, երկուսը այս երկուսն է, անգամ -1-ի 1 + 3 աստիճան, ինչու, որտեղ սա առաջի տողում երրորդ սյունում է, անգամ այս երկու տարի հանրահաշվական լրացումը, որը կստացվի, եթե մենք այս մատրիցից հանենք այս տողը եւ սյունը, այսինքն բաղկացած կլինի այս կտորից եւ այս կտորից, որ միացնենք իրար կստացվի ահա այս մատրիցը, տեսեք։ Մեր դետերմինանտը հավասար եղավ այս արտահայտությանը։ Լավ, հիմա ինչ, այս մատրիցում տեսնում եք, երկրորդ տողում կամ երրորդ սյան մեջ 2 հատ 0 կա, բայց 3 հատ 0 չկա։ Ինչ անենք, դժվար է հենց անել, այս չկա, սարքել 0։ Այս երկուսը, որ մենք սարքենք 0, ինչպես այս տողին, այս սյանը գումարած -2 անգամ այս սյունը։ Տալիս է այս մատրիցը, մի հատ ենք լապլասի կանոն կիրառում, մի հատ ենք կիրառում եւ վերջում ստանում ենք նույն 24 արժեքը։ Այս հաջորդ օրինակում էլ լապլասի կանոնը կիրառած է ուրիշ դաշտի վրա։ Խնդրում եմ, այս երկու հաշվման մեթոդներն են մի քանի օրինակների վրա կիրառեք, մինչև վարժվեք, որ դրոցի չխոթվեք նորից։